Այս մարդը այդ թվում գիտեք, որ ընտրակեղծիքին է գնալու։ Տեսեք, որ շատ հաճախ մասնագետները խոսում են ընտրության չմասնակցող քաղաքացիների մասին, դրանք այդքան իրականության չեն համապատասխանում։ Մարզից Երևան տեղափոխված 120,000 դրամով աշխատող աշխատակիցը չի կարողանալու թույլտվություն վերցնի վերադառնալ մարզ ընտրություն կատարի հետ վերադառնալ։ Նրանք առիթ օգտագործելու են եւ գրանցման վայրի հասցեում են ընտրակեղծիք իրականացնելու եւ պայմանականորեն Երևանում ընտրակեղծիք։ Այսինքն մի մարդ ընդհանրապես ընտրության չի մասնակցել, բայց երկու տեղ այո նրա անունով ընտրակեղծիք իրականացնելու են։ Որովհետեւ դե բոլորս տեսնում ենք, չէ՞ որ բայց ախր մատնահետքովա չէ այդ գրանցման համակարգը ո՞նց են անելու։ Գիտեք, երբ որ նման հարցեր կառաջանան, երբ որ գոյություն ունի գործուն վերահսկողական համակարգ։ Իսկ եթե տեսեք, ընդհանրապես մենեջմենթի կառավարման մեջ կատարողի հետ վերահսկողը չի կարող որևէ փոխկապակցություն ունենալ։ Բոլոր ոլորտներում ամրագրվում է ընտանիքի անդամ, բարեկամ եւ այլն, որպեսզի շահերի բախում հանկարծ տեղի չունենա։